Պաշտոնական տվյալներով Ալեքսանդր Պիչուշկինը սպանեց 48 մարդ։ Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, այսինքն իր տվյալներով, երբ քննչական մարմինը չկարողացավ պարզապես հայտնաբերի համապատասխան կապը նրա ասած սպանությունների մեջ, որովհետև չկարողացավ գտնել զոհերին։ 63 հոգի են։ Ալեքսանդր Պիչուշկինը ուներ մականուն Պիցևսկի մանյակը։ Ինչու՞, որովհետև նա տվյալ բարգում էր կատարում սեյրական սպանությունները եւ հենց դրա անվամբ էլ կոչվեց ինքը Պիցևսկի մանյակ։ Ես նախ ողջույն, ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադալյանն է, բացի որ ես հոգեբան եմ, ես նաև քրեական հոգեբանություն եմ շատ ուսումնասիրել, մասնավորապես քրեական պրոֆայլինգ կամ կրիմինալ պրոֆայլինգ, ինչպես ասում են, որ ուղղված է սեյրական մարդասպանների վարքի կանխատեսմանը։ Պրոֆայլինգ երևույթը երկար ժամանակ է դա ոչ ուղիղ անվամբ, բայց գալիս է, երբ կա դեռ Հիպոկրատի ժամանակներից կատարում են մարդկանց տիպաբանություն, փորձում են մարդու պրոֆիլը դուրս բերել եւ այլն, այդ ժամանակները բավականաչափ արդեն զարգանում էր, Գալեն էր զարգացնում, Հիպոկրատ էր զարգացնում եւ այլն, բայց հենց կոնկրետ պրոֆայլինգ հասկացությունը մասնավորապես առավել ակտուալիզացվեց նախորդ դարաշրջանի 70-ական թվականներին, որտեղ ԱՄՆ-ի ֆեդերատիվ բյուրոյի, նույն ինքը FBI-ը, ինչպես ասում են, այդտեղ բաժին բացվեց, վարքի վերլուծության բաժին, որն ուղղված էր սեյրական մարդասպանների բացահայտմանը։ Ինչու՞, որովհետև ոստիկանական, սովորական, օպերատիվ հետախուզական միջոցառումները հնարավորություն չէին տալիս բացահայտել սեյրական մարդասպանների։ Այն պարզ պատճառով, որ վերջիններս առանձնապես հետքեր չէին թողնում։ Իսկ իրեղեն որոշակի ապացույցներ, օրինակ մատնահետքերը, դրանք ոչինչ չէին ասում, որովհետև նախ պետք էր գտնել տվյալ անձին, կասկածյալին, որպեսզի մատնահետքը նույնականացնեն նրա հետ, որ ասեն նա թե նա չէ։ Իսկ եթե մատնահետքը կամ ոտնահետքը բազայում չկա, ոչ ոքի ոչինչ չես կարող նույնականացնել։ Այդ իսկ պատճառով սեյրական սպանությունների բացահայտման համար FBI-ով բացվեց հատուկ բաժին։ Դրանով զբաղվում էին Ռոբերտ Ռայսլերը եւ Ջոն Դուգլասը։ Նրանք կոչվեցին քրեական բաժինը պրոֆայլինգի բաժին էր, վարքի վերլուծության բաժին էր, ինչու, որովհետև պրոֆիլ էին կազմում։ Եվ նրանք անվանվեցին պրոֆայլերներ։ Բավական հետաքրքիր մասնագիտություն։ ԱՄՆ-ում դա բավականին թափ ստացավ, զարգացավ։ Սովետական Միությունում եւ Ռուսաստանում նույնպես կային շատ սեյրական սպանություններ, ու բացի այն, որ Սովետական Միությունում թաքցնում էին նախ, օրինակ առաջի սեյրական մարդասպան Իոնեսյանը, որի մականունը Մազգազ էր, որովհետև նա ներկայանում էր, որ գազի աշխատակից է։ Նա որքան գիտեմ հենց հայ էր ազգությամբ, բայց հենց Ռուսաստանում, Սովետում ծնված ապրած։ Եվ վերջինս կատարեց, կարծեմ 60-70-ական թվականներում էր, կատարեց 7 սպանություն, սեյրական սպանություն։ Բայց քանի որ Սովետական Միությունում կարծես չկար կամ չպիտի լիներ սպանություն, այն էլ սեյրական մարդասպանություն, շատ արագ նրան լիկվիդացրեցին, գնդակահարեցին ու չուսումնասիրեցին, ինչ է դա ընդհանրապես, ինչպես կարող է մի մարդը սպանել այլ մարդկանց։ Հիմա, քանի որ ես խոսեցի սեյրական մարդասպան հասկացության մասին, սիրելիներ, ասեմ թե ինչ է դա, որովհետև կա մարդասպանների տարբեր կատեգորիաներ, կան ցեպավոյ, այսպես ասած, շղթայական մարդասպան։ Օրինակ, արևմուտքում շատ տարածված է, ինչ որ մեկը դուրս է գալիս, զենքով, սարազենքով կամ հրազենով, կրակելով կամ դանակարելով փողոցում քայլում է, ինչքան մարդը աստրեց սպանի։ Նրան հիմնականում ոստիկանությունը չեզոքացնում է նրան սպանելով։ Նաև կա մասսայական մարդասպան, երբ տեղի ունենում դեպքի մի վայր, մի գործողություն ու շատ զոհեր։ Օրինակ նորվեգացի Բրեյվիկը, ով կարծեմ 78 հոգի զոհվեցին, ինչքան գիտեմ, նրա պայթեցնելուց հետո 150 հոգի էլ վնասվեց։ Կան նաև վարձու մարդասպան, օրինակ Լյոշա Սալդատ, այսպես է նրա մականունը, նա 9 հոգի կարծում եմ, որքան հիշում եմ 9 թե 11 հոգի էր չեզոքացրել, նա վարձու մարդասպան էր 90-ական թվականներին, մաֆիայի, գանգստերների եւ այլնի հանցագործ աշխարհի առաջադրանքները իրականացնում էր։ Տարբեր տեսակի նաև կա անձնական հողի վրա, խանդի վրա, շահադիտական նպատակով եւ այլն եւ այլն։ Բայց սեյրական մարդասպանները առանձնանում են բոլորից։ Ինչու՞, որովհետև այն ամենը, որ ես նշեցի, կա արտաքին մոտիվ։ Հասկանում ես, ինչի համար է մեկը մյուսին օրինակ սպանել կամ վնասել։
Սերիական մարդասպանների մոտ չկա մոտիվ։ Եթե մեկը մյուսին կարող է սպանել գաղափարական ինչ-որ կրիտերիաներից ելնելով, օրինակ տերորիզմի ժանր, հա, կեղծ գաղափարական, կրոնական ինչ-որ կատեգորիաներ այնտեղ կան, բայց այնուամենայնիվ կա։ Եթե վարձու մարդասպանը, կիլեր, ինչպես ասում են, կարող է ինչ-որ մեկին սպանել, որովհետև նրան գումար են տվել եւ նա ուղիղ կապ չունի զոհի հետ, նրա կապը վարձատուի միջոցով է զոհի հետ, բայց սեփական մարդասպանը չունի արտաքին կապ, հետեւաբար նրան գտնել ու հայտնաբերելը շատ դժվար է։ Ինչու՞, որովհետև տրամաբանական ոչ մի կապ չկա։ Սեփական մարդասպանը կոչվում է մարդասպանի այն տեսակն է, ով կատարում է 3 եւ ավելի սպանություն ժամանակային տարբեր հատվածներում, ոչ թե մի տեղում, օրինակ գնաց ինչ որ կանգ առում 3 հոգու սպանեց, ոչ, սա մասսայական մարդասպան, այլ տարբեր ժամանակներում, տարբեր մի քանի տարվա մեջ, մի քանի ամսվա մեջ կամ մի քանի շաբաթվա մեջ, տարբեր ժամանակներում սովորաբար ինքը նրանց չի ճանաչում, բայց նրանք էլ իրեն չեն ճանաչում, սա սովորաբար, որովհետև հենց Ալեքսանդր Պիչուշկին ասում էր ավելի հաճելի, եւ դու քեզ ծանոթին ես սպանում, այլ ոչ թե անծանոթին։ Նրա զոհերի մեջ մարդիկ կային, ովքեր շատ թե քիչ նրան ճանաչում են։ Նաև հաջորդ կրիտերիան, որ կա հուզական սառեցման փուլ սեփական մարդասպաների մոտ, այսինքն սպանեց ինչ-որ մեկին, իր հանցագործությունը կատարեց, ինքը դրանից լսում է հույզերով, ոգևորվում է, ինքնագնահատականը բարձրանում է, լիարժեքության զգացում է գալիս, իրեն ողջ է, այսպես ասած, զգում, հենց Պիչուշկին ասում էր ես սպանում եմ, որպեսզի ես ապրեմ, ու շատ լավ մետաֆորիկ նկարագրում է նրա հոգեվիճակը, որ դա իր հանցագործությունները վերածվել են պահանջմունքի, ոչ թե ցանկության, նույնիսկ ոչ թե կախվածության, այլ պահանջմունքի, առանց որոնց ապրել չի կարող։ Եվ նա իր անձը փրկում էր սպանություններով, սրա մասին հաջորդի։ Կա այսպես ասած հուզական սառեցման փուլ, երբ սպանեց այդ հույզը ապրեց, այդ ոգևորությունը ապրեց եւ այլն, հույզը բարձրացավ։ Հետո հույզը մարում է աստիճանաբար։ Որպեսզի հույզը չմարի, նրանք ինչ են անում, շատ սերիական մարդասպաններ, տրաֆե, այսպես ասած, հուշանվերներ, հա, երևի, ինչ որ մի բան են վերցնում զոհերից, դա կլինի ինչ որ շղթա, ինչ որ մարմնի մաս, կլինի դրամապանակ, կարող է նյութական ոչ մի արժեք չունենալ։ Օրինակ Մազգազը Իոնեսյանը երբ սպանում էր զոհին, կարող է 30 ռուբլի վերցնել, բայց երեխայի նկատմամբ սպաներ։ Այսինքն այստեղ նույնիսկ կան շահադիտական նպատակով սեփական մարդասպանները, բայց գլխավոր մոտիվը իհարկե սպանությունն է, այլ ոչ թե ինչ որ նյութական արժեք ձեռք բերումը, որովհետև դրանք ինչ որ չնչին բաներ կարող են լինել ի համեմատություն իր կատարած հանցագործության։ Հուզական սառեցման ժամանակ, երբ հույզը բարձրացած սպանությունից հետո մարում է, վերջինս սկսում է զգալ այն նույն դիսկոմֆորտը, այն նույն ստրեսը, այն նույն տհաճությունը, ցածր ինքնագնահատական, սեփական թերարժեքություն, այդ ողջ ցավը սկսում է զգալ ու կրկին նրան պետք է դեղամիջոց։ Սա կարծես թմրանյութի պես լինի, նա պետք է կրկին կատարի սպանություն, ինչպես թմրամոլը օգտագործի թմրանյութը, որպեսզի իրեն կրկին ողջ զգա։ Մի խոսքով կա հուզական սառեցման փուլ, եւ հաջորդ կարևոր կրիտերիաներից մեկը, որը սեփական մարդասպանին տարանջատում է այլ մարդասպաններից, իր զոհերը իրար էլ չեն ճանաչում։ Այսինքն մեծ հաշվով տեխնիկական, ինչ որ սոցիալական օրինաչափություն չկա։ Օրինակ Անդրեյ Չիկատինոն ինչով էր սարսափելի։ Եթե Սերգեյ Գալովկինը, ով կարծեմ 13 հոգու էր սպանել, թե 11 դեռահասի էր սպանել, որքան հիշում եմ, 90-ական թվականներին։ Նա սպանում էր կոնկրետ կատեգորիա ունեցող դեռահասների։ Ում, այսպես ասած, վատ տղաների։ Նա կանգնում էր մեքենայով եւ առաջարկում էր կգաք իրար հետ գրանք գողություն կատարելու։ Ովքեր չէին համաձայնում, նրանց ոչինչ չէր անում։ Ովքեր համաձայնում էին, նշանակում էր նրանք այդ վատ տղաներն են։ Կամ առաջարկում էր գնանք ծխելու, ովքեր համաձայնում են, նրանք իր այսպես ասած կլիենտներն են, մասնագիտական լեզվով ասած, իհարկե զոհերն են։ Եվ հետեւաբար նա սպանում է դեռահասների, տղաների, վերջ։ Սա էր իր օբյեկտը, կոպիտ ասած, իր գործողության օբյեկտները, ես մասնագիտական լեզվով եմ ասում, հնարավոր է դա իհարկե անցանկալի եւ տհաճ լինի, բայց սա մասնագիտական լեզվով է, այլ ոչ թե որևէ բացասական նկարագրություն զոհվածների, մահացածների։ Հիմա Սերգեյ Գալովկինը, ով վերջին սերիական մարդասպան էր, ում գնդակահարություն տվեցին, որովհետեւ դրանից հետո վերածվեց սերիական սպանությունների։ Վերջինս
Միայն այդ կատեգորիայի անձանց էր սպանում։ Իսկ Անդրեյ Չիկատիլոն, որը համարվում է սովետական սեիրական մարդասպաների ամենաերևի սարսափելի, ամենահայտնի, ամենաուսումնասիրված, ճակերտների մեջ ասած յուրահատուկ տեսակը, ումով զբաղվեց անձամբ Ալեքսանդր Բուխանովսկին, ու հենց նա էլ սկսեց պրոֆայլինգով զբաղվեց, հենց ֆենոմեն Չիկատիլո հասկացությունը մտցնելով։ Վերջինս շատ չուներ հստակ կատեգորիա։ Նա սպանում էր դեռահասներ, երեխաներ, չափահասներ, տղաներ, աղջիկներ, էական չի, ում կարողանար, ում կհասցներ։ Եվ այսպես Չիկատիլոն, որի մասին հաջորդիվ խոսեմ, 12 տարվա մեջ 78-ից 90 թվականներին սպանեց 53 նվազագույնը 53 հոգու, որոնցից մեծ մասը իհարկե երեխաներ եւ դեռահասներ են։ Այս մասին հաջորդիվ եւ խոսենք եւ Չիկատիլոյի հոգեբանական նկարագիրը կկազմենք հաջորդիվ։ Բայց մենք շարունակենք անդրադառնալ Ալեքսանդր Պիչուշկինին, որովհետև տվյալ հաղորդումը ուղղված էր իրենից, հենց նրան։ Որոշ չափով ես նկարագրեցի, թե ինչ է կոչվում սեիրական մարդասպանություն, ինչով է տարբերվում մնացածից։ Ընթացքում հաղորդումների ընթացքում ես առավել մանրամասն ձեզ իրենից կծանոթացնեմ այս երևույթի մասին։ Հիմա Ալեքսանդր Պիչուշկինը գործում էր 90-ից 2005 թվականներին Մոսկվայում, որքան գիտեմ Մոսկվայում, հենց Բիցևսկիի պարկում։ Բավականին մեծ պարկ, որտեղ հեշտ է մոլորվել, որտեղ հեշտ է ձայները լռեցնել, թաքնվել եւ այլն եւ այլն։ Վերջինս ունի պաշտոնական 48 սպանություն, ոչ պաշտոնական 63 սպանություն։ Նա սպանությունները կատարելով ուներ շախմատի տախտակ եւ անունները, թվերը կպցնում էր ամեն սպանությունից հետո եւ նա ասեց ընդհանրապես ինձ մի սպանություն էր պակասում, որպեսզի ես շախմատի տախտակը լրացնեի։ Նրան հարցրեցին, իսկ հաջորդիվ ինչ կաներ, եթե լրաներ, ասում էր, չգիտեմ, միգուցե ձեռք բերեի նորից ուրիշ ինչ-որ տախտակ, նոր վերցնեի։ Ինչպես ՖԲՌ-ի մասնագետները, նրանց կրիմինալ հոգեբանները, քրեական հոգեբանները, պրոֆայլերները, կլինիկական հոգեբանները, հոգեբուժները ինչպես ասում են, սեիրական մարդասպաները երբեք կանգ չեն առնելու։ Նրանք չեն կանգ առնի ինքնուրույն ինքնակամ։ Նրանցից շատերը սկզբից փորձում են բուժվել, կանգնեցնել իրենց այդ ներքին մղում, բայց չեն կարողանում։ Եվ հետևաբար նրանք մինչև վերջ, մինչև կձերբակալեն, կմտնվեն կամ սեփական մահանան ինչ-որ պատճառներով, այդպես է կանգ առնում։ Հիմա Պիչուշկինը 90-ից 2005 թվականներին 15 տարվա մեջ կատարեց մոտ 50 սպանություն։ Վերջինի զոհերը հիմնականում արական սեռն էր եւ տարիքով մեծ, միջինից ավելի տարիքով մեծ։ Գրված է այն, որ նա հիմնականում մեծերի էր սպանում, որովհետեւ պապը իրեն ուզում էր տանել մանկություն եւ այլն եւ այլն։ Չգիտեմ որքան է հաստատված, բայց սովորական սեիրական մարդասպանների մոտ կա, եթե նրանք ունեն հստակ զոհ, այդ զոհի ֆիքսացիա կա։ Օրինակ Թեոդոր Ռոբերտ Բանձին կամ ինչպես ասում են Տեդ Բանձին 78-ին նրան էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի ենթարկեցին, ով կարծեմ 4 տարում 38 կնոջ էր սպանել։ Նրան անվանում են հմայիչ մարդասպան, նա բավականին խելացի էր, ինտելեկտը միջինից բարձր էր, նրա դատավարությունները կան, նա էր իր դատավարությունը որպես փաստաբան կատարում, հրաժարվել էր իր փաստաբանից եւ այլն եւ այլն։ Նրա զոհերը, վերջինիս մասին առանձին կխոսեմ, հիմնականում մոտավորապես 30 տարեկան աղջիկներ էին եւ մազերի սանրվածքը այսպես մեջտեղից բաց ու իրար բավականաչափ նման։ Պատմությունն ասում է, այս մասին կրիմինալոգիական պատմությունն ասում է, որ վերջինիս ընկերուհին ուներ այդ նկարագիրը իրեն նման, որի պատճառով էլ նաև որը կատալիզատոր էր, այդ ոչ թե պատճառ, նա սկսեց սեիրական սպանություններ կատարել։ Այսինքն նա սպանում էր ագիտակցական աստիճանում գտնվող իր կերպարին, իր տրիգերային տրավմատիկ կերպարին։ Պիչուշկինը, սիրելիներս, բավականաչափ ֆիլմեր կան, հաղորդումներ կան, որտեղ նկարագրում են սեիրական մարդասպաներին, այսինքն պատմում են նրանց մասին, թե ինչ քանակությամբ են զոհեր կատարել, թե ովքեր են զոհերը, երբ են արել եւ այլն եւ այլն։ Մենք այս մասին սիրելիներս չենք խոսի, պատմությանը չենք անդրադառնանք հոգեբանական նկարագրին։ Ընդհանրապես սեիրական մարդասպանի կատեգորիան այդ երևույթը առեղծվածային է հոգեբուժության համար, որովհետև չկա հստակ հիվանդություն։ Այսինքն, օրինակ, եթե մենք գիտենք կա շիզոֆրենիա, կա հակասոցիալական խանգարում, կա մանիակալ դեպրեսիվ պսիխոզ, ճիշտ է, բայց
սեյրական մարդասպանի հիվանդություն, այսպես ասած, պաթոլոգիա չկա, կոնկրետ ինչ-որ մի բան չկա, դա հավաքական պատկեր է, այսինքն մեկ բանից չի բաղկացած, օրինակ Ալեքսանդր Ուխանովսկին, ով կազմեց սեյրական մարդասպան Անջեյ Չիկատիրոյի նկարագիրը դեռ 3-4 տարի առաջ նրա բացահայտումից, ձերբակալելուց 3-4 տարի առաջ, նաև նա խոստովանությունը ստացավ հարցաքննության ժամանակ, որովհետև Չիկատիրոն չէր խոստովանում, որովհետև ուղիղ ապացույցներ էլ չկային, նա շատ լավ գիտեր, որ ոչինչ չեն կարող անել։ Նա կարողացավ ստանալ, հասկանալով նրա հոգեբանական նկարագիրը, հասկանալով նրա պրոֆիլը եւ իմանալով թե ինչ մոտեցում պետք է ցուցաբերել, որպեսզի խոստովանություն ստանաս։ Վերջինս ասում է, որ սեյրական մարդասպանները ունեն պաթոլոգիայի 3 կենտրոն։ Մեկը մորֆոլոգիական խանգարումներ, այսինքն գլխուղի վնասվածքներ են։ Վնասվածքները կամ գենետիկ վնասվածք, հենց այդպես ծնվում է ինչ-որ վնասվածքով, կամ ներարգանդային փուլում է վնասվել։ Մոր հղիության ժամանակ մայրը անցել է քրոնիկ ստրեսային ու հակաէկոլոգիական պայմաններում եւ պտուղը վնասվել է, օրինակ նյարդային համակարգը վնասվել է։ Նաև լինում են ուղիղ վնասվածքներ, ֆիզիկական վնասվածքներ։ Հենց Ալեքսանդր Պիչուշկինը 5-6 տարեկանում որքան գիտեմ, ճոճորանից իրենց բակում ճոճորան կար։ Դրա վրայից ուղիղ կարծեմ ընկնում է եւ ճակատային հատվածը վնասում եւ ասում են, որ գլխուղեղի ճակատային հատվածը, որը ամենազարգացած հատվածն է, ամենավերջին ձևավորումն է ուղեղի եւ ճակատային հատվածում աշխարհի ամենազարգացած նեյրոնները գտնվում են մարդու գլխուղեղի ճակատային հատվածում։ Կան նաեւ ծոցրակային հատվածում, բայց հենց ճակատային հատվածն է պատասխանատու վարքի համար, էթիկայի համար, ինքնա կառավարման համար, այդ գիտակցման համար, ճակատային կենտրոնը բավականին զարգացած է։ Եվ ասում են հենց դրանից հետո, այդ վնասվածից հետո սկսեց նա չկարողացավ իմպուլսները վերահսկել, չկարողացավ հույզերը կարգավորել, բացի որ ստացել է, սա մեկ, հա, գլխուղեղի կոնկրետ վնասվածքից, ինչպես նաև այնտեղ տարբեր վնասվածքներ կա, հիպոթալամուսի շատ փոքր է սիսեռի չափի հատիկ է, վնասվածքներ կարող է այստեղ լինել, որի արդյունքում անձը չկարողանա ընդհանրապես կառավարել սեփական զայրույթը, ինչպես նաև տարբեր հատվածների գլխուղեղի վնասվածքներ կա։ Այս մասին դեռ շատ չմանրամասնենք, պարզապես ասենք սեյրական մարդասպանների մոտ պարտադիր բաղադրիչներից մեկը կամ հիմնական բաղադրիչներից մեկը գլխուղեղի վնասվածքներն են, տարբեր աղբյուրներով ստացած։ Երկրորդը հոգեսեքսուալ զարգացումն է։ Չկա սեյրական մարդասպան, ով չունենա հոգեսեքսուալ զարգացում։ Այսինքն իր սեռական կոնստիտուցիան սովորաբար թույլ է, բացի որ թույլ է, նրանցից շատ-շատերը սեռական անկարող են եւ պերվերզիոն է, պաթոլոգիկ է, նրանք չունեն սեռական դասական կողմնորոշում, առողջ կողմնորոշում չունեն։ Եվ սա իհարկե մանկությունից ձևավորված հուզական համակարգի մասին է խոսում, ինչպես նաև կարող է ֆիզիոլոգիական ու ընդհանուր կենսաբանական առանձնահատկությունների մասին վկայել։ Նաև երրորդ, այսպես ասած, պաթոլոգիկ կենտրոնը անձն է, անձնային խանգարումով, անձնային վնասվածքով, անձնային ինչ-որ պաթոլոգիայով են ձևավորվում։ Բայց իրենից, քանի որ չկա հստակ սեյրական մարդասպանի հոգեբուժական դիագնոզ, որ ասենք, օրինակ շիզոֆրենիա նա ունի, շատ դժվար է կոնկրետ հստակ դիագնոզ տալ։ Սեյրական մարդասպանները մեղսունակ են, նրանց 95%-ը մեղսունակ է համարվում, այսինքն նրանք գիտեն, որ կատարում են հանցագործություն, դա պատժելի է, դա չի կարելի, այսպես ասած, սոցիումի կողմից մերժելի է, դրա համար իրենց կգնդակահարեն, բայց իրենք չեն կարողանում չկատարել։ Նրանք գիտեն, պլանավորում են, իրենց հաշիվ տալիս են, հետևաբար մեղսունակ են։ Այդ իսկ պատճառով իրավական կառույց, եթե նայենք իրավական տեսանկյունից, իհարկե նրանց դատապարտում են, այլ ոչ թե ուղարկում են պարտադիր բուժման։ Օրինակ Սպեսիվցևին կամ Ջումգալիցև, կարծեմ ուզբեկ սեյրական մարդասպաներ, ով նաև Հանիբալ էր։ Երկուսին ուղարկեցին կրկին հոգեբուժարան, որովհետև վերջինս հոգեկան առողջության խնդիր ունեն, բայց վերջինս 5% են կազմում ընդամենը։ Նրանցից կան, որ ունենում են իսկապես շիզոֆրենիա, ունենում են, որ նրանց ինչ որ ձայներ են ասում, թե ինչ պետք է անել։ Բայց մեծամասնությանը 90%-ից ավել վերջիններս չունեն մեծ հոգեբուժության, այսպես ասած, խանգարումներ, նրանք շատ-շատերը չունեն շիզոֆրենիա եւ այլն եւ այլն։ Նրանք հաշիվ են տալիս իրենց, բայց իրենց անձը շատ սպეციფიկ յուրահատուկ ձևով դեֆորմացված է։ Այստեղ մասնավորապես խանգարումները, ես կարծում եմ, ինչքան ուսումնասիրել եմ, հենց անձի խանգարումներ են։
ոչ թե հոգեկան խանգարումներ են, այլ անձի հետ կապված են։ Անձ հոգեսեքսուալ զարգացման ոլորտն է խանգարված եւ իհարկե մորֆոլոգիական բավականաչափ հիմա։ Հիմա պատմությունը ասում է, որ Պիչուշկինի ընտանիքում սա հուզական միջավայր էր։ Ես առավել մանրամասն հենց սեիրական մարդասպան հասկացության վերաբերյալ նրանց հոգեբանական կերտվածքի վերաբերյալ կնկարագրեմ, բայց Պիչուշկինի վերաբերյալ ասում են այն, որ հուզական սառը միջավայրը նա անհրաժեշտ հույզերը չէր ստացել, նա ստացել էր լուրջ վնասվածքներ, նա մանկությունում դեռահասությունում սովորաբար փակ էր, մեկուսացված էր, նրան դպրոցում առանձնապես իր դասարանում չէին սիրում, նա դիսոցիալ վարք ուներ, հենց մանկությունից առանձնանում էր դրանով։ Եթե մենք ընդհանուր նրա նկարագիրը տանք ոչ թե մանկության, այլ ընդհանուր, վերջինս ուներ քրոնիկ ալկոհոլիզմ, այսինքն ու առանց ոչինչ չի կարող էր ալկոհոլ, մասնավորապես օղի օգտագործել։ Ոչ թե ինչպես հայերեն են ասում, ուտող խմող մարդ էր, չէ, քրոնիկ ալկոհոլիզմ կար։ Ու նա շատ զոհերի են ստանում էր հենց ալկոհոլի օգտագործման նպատակով։ Ու նրա զոհերի մեծ մասը թափառաշրջիկներ են, սոցիումից, այսպես ասած, դուրս մնացած մարդիկ են, ասոցիալ բնույթի մարդիկ են, դիսոցիալ բնույթի մարդիկ են, շատ շատերը թոշակառու են, կախվածություններ ունեցող են, ովքեր կհամաձայնեն իր հետ գնալ բիցեփսի պարկ այգի եւ ալկոհոլ օգտագործել։ Եթե մենք հետևենք, թե ինչ են պատում Պիչուշկինի մասին, կենցաղից ասում են, որ նա շատ մաքրասեր էր, ամեն սիրում էր տեղ դնել, մշտապես սպորտով էր զբաղվում, ֆիզիկական ակտիվություն ուներ, ֆիզիկապես ուժեղ էր եւ նրա դեմքին, որ մենք տեսնում ենք, մշտապես ագրեսիա կա, խորը ատելություն եւ ագրեսիա։ Իհարկե, սա վկայում է ինչ հոգետեսակի մասին, էպիլեպտոիդ հոգետեսակի մասին։ Ես որքան ուսումնասիրել եմ սերական մարդասպաներից շատ շատերը կամ էպիլեպտոիդ են, կամ շիզոիդ առանձնահատկություն ունեն։ Մեկ էպիլեպտոիդ առաջինը դոմինանտողը հենց էպիլեպտոիդ հոգետեսակն էր, որը լի է ագրեսիայով, վերահսկման մոլուցքով, իշխանության ձգտումով, ուժ ունենալու եւ վերահսկողություն հաստատելու ձգտումով, նա սիրում էր կարգապահություն, մաքրություն, ֆիզիկական ուժ, այս առանձնահատկությունը նրան բնութագրական էր ու նա ուներ պաթոլոգիկ ագրեսիա, որը իհարկե կարող էր կյանքում չդրսևորել, բայց զսպեր եւ դրսևորել սպանությունների ժամանակ։ Կար որոշակի սադիզմի տարեր նաեւ նրա սպանությունների մեջ, բայց նա սեռական ակտ չկար, նա գողություն չէր անում, նա մաքուր, այսպես ասած, սեիրական մարդասպան էր։ Հենց մարդասպան։ Եթե Անդրեյ Չիկատիլոն մի շարք խանգարումներ ուներ, հանիբալիզմ ուներ, նեկրոֆիլիա ուներ, սադիզմ ուներ, սեքսուալ պերվերզիաներ ուներ, Անդրեյ Չիկատիլոն մի այլ ֆենոմեն է, այլ բավականին յուրահատուկ ֆենոմեն է, որին երկար կարելի է ուսումնասիրել մարդկային խորքային բնույթ հասկանալու համար։ Պիչուշկինը միայն սպանություն էր կատարում։ Նաև նա ուներ նարցիսական մեծ հավանականությամբ խանգարում, որովհետև ինքը իրեն աստվածային էր դա ասում։ Ասում էր ես աստված էի, ասում էր, ես էի որոշում ում այն աշխարհ ուղարկեի, դարպասները ես էի բացում, ես ինքս դատավորը, ես ինքս դահիճը, ես ինքս դատախազը, ես էի որոշում ես այնպիսի հաճույք եմ ստացել եւ այն, ու մշտապես իրեն այսպես մանիա վիլիչիայի հակվածություններ, նա ամենայն հավանականությամբ նարցիսական խանգարում ուներ։ Բացի այդ, որ ուներ սադիստական դրսևորումներ, քրոնիկ ալկոհոլիզմ ու պաթոլոգիկ էպիլեպտոիդ հոգետեսակ, մեծ հավանականությամբ նա նաև ուներ հակասոցիալական անձնային խանգարում, բայց ոչ թե պսիխոպաթիա, այլ սոցիոպաթիա։ Հավանաբար դժվար է ասել, այստեղ պետք է հոգեբուժական ուսումնասիրել, հոգեբուժական խորքային հետազոտություն կատարել, բայց նա ավելի շուտ ուներ սոցիոպաթիա, սոցիոպաթն ու պսիխոպաթը տարբերվում են ինչով, հատկապես, որ պսիխոպաթը գենետիկ է, սոցիոպաթը ձեռքբերովի է, այսինքն կյանքի ընթացքում ունեցած տրավմատիկ փորձերը վերածվում են դրան։ Հիմա ո՞րն է հարցը, բայց եկեք հասկանանք, որ այստեղ շատ միանշանակ դժվար է ասել, որ այսպես է եւ վերջ, դա բավականին դժվար է եւ կարող ենք սխալվել։ Մենք ասում ենք, որովհետեւ խառնված շատ հատվածներ կա, որովհետեւ ինքներդ պատասխանենք այս հարցին ինքներդ։ Ինչու, ոնց կարող է լինել, որ X մարդը սկսի սպանել մարդկանց առանց ինչ որ արտաքին մոտիվի, առանց մեծ հաշվի նրանց ճանաչելու, առանց ինչ որ օգուտի, նա պարզապես սպանի մարդկանց։ Ու այդպես տարիներ, ամբողջ կյանքը մինչ ձերբակալելը։
Նույնիսկ նա գիտի իրեն կարող են գնդակ արել, ցմահ դատապարտել, բայց դա չստիպի կանգ առնել եւ վերջինս չկարողանա դադարեցնել դա։ Ինչ պիտի լինի, ինչ խանգարում պիտի լինի։ Իհարկե ես կարծում եմ այստեղ որ հենց հոգեկան եւ հոգեբանական խորքային խանգարումներ կան, մասնավորապես անձի խանգարումներ, հոգետրավմատիկ խանգարումներ, անձի խորքային այս թերարժեքության վերք հասկացությունը այնտեղ կա եւ վերջինս որպեսի իր էգոն ինչ որ ձևով անձը ինչ որ ձևով փրկի, նա պետք է մեծ դոզայով ցավազրկի այն եւ սեփական սպանությունները դա այն միակ միջոցն է իրենց համար, որ թույլ է տալիս կտրուկ այ ամբողջ կյանքի տրավմատիկ կուտակված ցավը, վախը, տանջանքը, ատելությունը, զայրույթը դուրս անի, սեփական թերարժեքությունից ազատվի եւ կարողանա իրեն գերարժևորված զգա, որ ինքնագնահատական ինչ-որ ձևով կարգավորի եւ իրեն ողջ զգա։ Հենց վերջինս Վիցևսկի մանյակը, այս Պիչուշկինը նույն արտահայտությունը անում է. ես սպանում էի, որպեսզի ես ինքս ապրեմ։ Դա ստրեսի հետ պայքարելու յուրահատուկ ինչ-որ միջոց է։ Նրանք դատապարտված են, նրանք չեն կարող դա չանել։ Վերջին մարդասպաններից, որ ձերբակալեցին, 86 սպանություն Անխարգելսկի կարծեմ մանյակ էր կոչվում, նրա մասին խոսեմ, Պապկով կարծեմ ազգանունը։ Նրան տվել են այդ դիագնոզը գերեցետոմանիա, եթե հասկացության մեջ չեմ սխալվում։ Մանիա, սպանելու մանիա, չի կարողանում չսպանի նա։ Պատկերացրեք, սա ինչ խանգարումներ է։ Այդ իսկ պատճառով այստեղ ես ավելի շատ կենտրոնանում եմ ոչ թե հոգեբուժության վրա, այլ հոգեբանական հատվածի վրա, թե անձի հետ ինչ է կատարվել, անձի հետ ինչ է կատարվում, որ նա հակված է այդ ամեն ինչը կատարել։ Ну, էպիլեպտոիդ հոգետեսակին կարծում եմ արդեն ծանոթ եք, ես ինչ որ չափով ես ներկայացրել եմ, գիտեք ինչ է ենթադրում էպիլեպտոիդ հոգետեսակը, դրա պաթոլոգիկ դրսևորումներ, որը վերածում էր սեփական ագրեսիան ու մշտական սադիստական սպանությունների։ Դիսոցիալ վարքներ, խրոնիկ ալկոհոլիզմ նրա մոտ կար եւ նա մի աշխատատեղում չէր կարողանում մնալ, մեկ ամիս էր կարող մնալ դուրս գալ այդ իսկ պատճառով շատ ծանոթություն ուներ այդ օղակում ու ճանաչում էր շատ իրեն, իրեն էլ էին ճանաչում։ Այդ հակասոցիալականություն ուներ, սոցիումի հանդեպ վերաբերմունք չուներ, այսինքն խիղճ չուներ, մեղքի զգացում չուներ, չէր ամաչում, ցավ չէր զգում, չէր ապրում ակցում, ոչինչ չէր զգում։ Այդ հակասոցիալական դրսևորում ուներ, նարցիսական խանգարում ուներ, նա մշտապես իրեն ամենաբարձրն էր համարում։ Եթե օրինակ Գալովկինը, Սերգեյ Գալովկինը ասում է, դե իհարկե ես հասկանում եմ, որ ես վատ բաներ եմ կատարել եւ այլն, մեղմ ասած վատ ընդունում էր ընդհանրապես դե Գալովկին ուներ շիզոիդ փսիխոպաթիա, ներողություն ոչ թե փսիխոպաթիա, ազդային խանգարում, շիզոիդ աստիճանի ազդային խանգարում ուներ։ Բայց Պիչուշկին ասում էր ես լավագույնն եմ, ես բարձրագույնն եմ, ես դուք չեք հասկացել դա ինչ է, ես ճշմարտություն եմ եւ այլն եւ այլն։ Արտիստական խանգարում է, աստվածացնելով իրեն։ Եվ այս ամեն դրսևորվելով ու հավանաբար մեծ հավանականությամբ գլխուղեղային վնասվածքը եւ իր մանկական տրավմաներով մեծանալը գրեց նրան, որ վերջինս սկսեց կատարել սերիական սպանություններ։ Նա նույնիսկ 18 տարեկանում իր ընկերոջը առաջարկեց, իր դպրոցական ընկերոջը առաջարկեց կատարել միասին սպանություններ։ Ընկերը համաձայնվեց, բայց կատակով համաձայնվեց, հետո հասկանալով, որ Պիչուշկինը իսկապես լուրջ է ամեն ինչ ասում, նա հրաժարվեց։ Պիչուշկինը մտքի մեջ նրան թույլ անվանեց եւ առաջին զոհը իր ծննդյան օրը Պիչուշկինն ինքն իրեն նվեր կատարեց։ Հենց տվյալ տղային 18 տարեկան ընկերոջը խեղդամահ արեց եւ ինքն իրեն առաջին նվերը արեց, այսպես ասած, իր ծննդյան օրը։ Ну դժվար պատկերացնել ով իր հետ պետք է գար սպանությունների, հենց նա դարձավ զոհ։ Եվ Նաբիցևսկի պարկում գցում էր այդպես բաներ կային, այնտեղ ջրհորներ կային, որոնք հսկայական ծավալով ջրի մեջ շերտեր են տեղափոխվում, վայրկյանում 6 մետր արագությամբ ջուրը հոսում է եւ մի քանի ժամվա ընթացքում դիակը կարող է հայտնվել տասնյակ կիլոմետրեր հեռու։ Այդ իսկ պատճառով տարբեր զոհերին չկարողացան իսկապես հայտնաբերել, բայց շատ զոհերի հայտնաբերեցին մարմինները։ Նաև ինչպես ձերբակալվեց, ինչպես բռնեցին Պիչուշկինին։ Մի քանի դեպք եղել է, երբ Պիչուշկինը հղի կնոջ փորձել էր, հարվածել էր գլխին եւ գցել էր այդ ջրհորը, տվյալ կինը ինչ որ դժվարությամբ դուրս էր եկել։ Մի անհասկանալի ձևով, անհնարին ձևով կարողացել էր այլ ինչ որ լուկից դուրս գալ։
Նա իհարկե ցավոք երեխային կորցրել էր, բայց նրան փրկել էին։ Եվ ոստիկանը, ով գնացել էր այդ գործը հետազոտելու, քննելու, այստեղ համոզել էր տվյալ կնոջը ցուցմունքը հետ վերցնել, որովհետև քեզ չեն հավատա, քո վրա խոսակցություն կգա, խայտարակ կնես, այսպես ինչ որ բաներ, միայն թե ազատվի այդ գործից, միայն թե այդ գործը չանի։ Տվյալ, նու հավանաբար քննիչ պետք է որ լինի։ Մի այլ դեպքում նրանց բախտը սատանայական ձևով բերում է սերիական մարդասպանների բախտը։ Վինոգրադովը, ինչպես ասում էր կրիմինալիստ, հոգեբուժ կրիմինալիստ, ասում էր նրանք ինչ որ կենթանական հոտառություն ունեն ու նրանց բախտը բերում էր եւ նրանք չեն ձերբակալում, չեն կարողանում բռնել, չեն նա կարողանում էր խուսափել, կարողանում էին չտեսնել նրան եւ այլն եւ այլն։ Ինչ որ մի դեռահասի սպանելու փորձ էր արել, փրկվել էր դեռահաս։ Ու մի անգամ դեռասը քայլում էր ու տեսավ հենց Պիչուշկինի իր դիմացով իր մարդասպանը, այսպես ասած, անցնում էր։ Նա ոստիկաններին դիմեց, բայց ոստիկանները հրաժարվեցին նրան աջակցել, չհավատալով եւ այլն եւ այլն։ Այսինքն միայն այս երկու դեպքերում կարող են վաղ ժամանակ բացահայտել եւ վերջինիս զոհերը չհասնել 63-ի։ Ինչպես ձերբակալեցին, ինչպես նրան գտան եւ նա խոստովանեց։ Վերջի սպանությունից առաջ մի կնոջ հետ հանդիպում էր, տվյալ կինը իր 15 տարեկան որդուն նամակ էր գրել։ Տանից դուրս գալուց գրել էր, դե 2005 թվականին հեռախոս չկար, որ գրել, զանգեր գրել էր։ Ես այսինչի հետ գնում եմ հանդիպման։ Սա նրա հեռախոսի համարն էր։ Հավանաբար տան հեռախոսի համարն էր գրել, ենթադրում եմ բջջային հեռախոսը պիտի չլներ 2004-5 թիվներ։ Ինֆորմացիան գրել էր։ Եվ Պիչուշկին, երբ արդեն վերջինիս ակնհայտ եղավ տվյալ կնոջ համար, որ իրեն պիտի սպանի, տվյալ կինը ասաց, որ ես ասել եմ տվյալները տվել եմ, Պիչուշկին ասաց, հետո հարցակնության ժամանակ ասաց ինձ թվաց, որ նա բլեֆ է անում։ Ու սպանեց տվյալ կնոջը եւ որդին գնաց ոստիկանություն, ասաց, նայեցին տեսախցիկներով ու տեսան հենց տեսանյութը, որ նրա հետ ինչպես է մետրոյից դուրս գալիս։ Եվ բնականաբար գնացին ձերբակալեցին, բայց ուղիղ ապացույցներ չունեն։ Պիչուշկին մի երկու օր չխոստովանեց, հետո սկսեց խոստովանել։ Այսպեսի միֆ կա, որ սերիական մարդասպանները ցանկանում են բացահայտված լինեն։ Այդպես չի, սիրելիներս, ոչ մի սերիական մարդասպան չի ցանկանում բացահայտված լինի, որովհետև նրանք սաստիկ վախենում են, նրանք սարսափով սպասում են, երբ են իրենց ձերբակալելու։ Հատկապես առաջի մի քանի հանցագործությունների ժամանակ։ Պարզապես սերիական մարդասպանները, սիրելիներս, սերիական մարդասպանները սիրում են իրենց մասին իմանալ մարդիկ։ Ցանկանում են իրենց մասին իմանալ, որպեսզի սեփական փառքը կարողանան տարածել, վերջի վերջո ամբողջ երկիր իրենց փնտրում են, բայց միայն ինքը գիտի իր փառքը, դա ստվերային ձևով սեփական փառքի վայելումն է, ցանկանում էր, որ բոլորը իմանային իր մասին։ Օրինակ Դենիս Ռեյդերը VTK, այսպես էր նրա հապավումը, նա հենց դրա միջոցով բացահայտվեց, այսինքն ցանկանում էր, որ իր մասին իմանային, բայց չբացահայտվեր։ Եվ նա սխալներ թույլ տվեց, որ նրանք կարողացան գտնել ԱՄՆ-ում։ Հիմա Պիչուշկինը հավանաբար այդ նարցիսական առանձնահատկությունից ելնելով խոստովանեց, տեսանյութը կա, որտեղ խոստովանում է մանրամասն ամբողջությամբ պատմում է, որ ինքն է հենց այդ Բիցևսկի մանյակ, ինչպես ասում են, հենց ինքը։ Վերջիններս, սիրուններս, իհարկե նրանք սարսափելի կերպարներ են, եւ ինչպես Գանիբալ Լեկտեր ու այլ ֆիլմերում ներկայացնում են, այդպիսին չեն, այդպիսի յուրատուկ չեն, ինտելեկտուալ չեն, նրանց մեջ կա շատ խորամանկներ, նրանց մեջ կան շատ հնարամիտներ, ինտելեկտը բարձր սովորաբար, օրինակ Տեդ Բանդին բավական ինտելեկտուալ էր, բայց նրանք շատ ավելի զզվելի են, այսպես ասած, քան մենք կարող ենք պատկերացնել։ Կարծում եմ այսքանը, եթե ցանկանում եք, իհարկե տեսանյութեր կան բազմաթիվ, կարող եք դիտել նրա մասին պատմությունները, եթե սիրում եք քրեական պրոֆայլինգ, եթե սիրում եք, եթե քրեական հոգեբանություն սիրում եք կամ դետեկտիվ մոտեցումներ սիրում եք, կարող եք նաև բավականաչափ տեսանյութեր կան, կարող եք գրել ինձ այդ մասին, ես ձեզ կփոխանցեմ այդ տեսանյութը։ Եվ եթե ունեք հարցեր, գրեք այս մասին, եւ եթե այս տեսանյութի այս թեման ու նմանատիպ թեմաները քրեական պրոֆայլինգ, որի ժամանակ մենք ուսումնասիրելու եւ հետազոտելու ենք սերիական տարբեր մարդասպանների նկարագիրները։ Եթե այս թեման ձեզ հետաքրքիր է, սիրելիներս, իհարկե կարող եք դրա մասին գրել մեկնաբանությունում եւ տեսանյութը կիսել։ Եթե հարցեր ունեք, գրեք, փորձեմ պատասխանել սիրով։ Ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադալյանն էր, հոգեբան եւ վարքի վերլուծության մասնագետ։ Լավ եղեք, ուրախ եղեք եւ լավ օրվա շարունակություն ձեզ։